Պարոն Հակոբյան, նախ խոսենք Փաշինյանի Ռուսաստան այցից եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի հնչեցրած հայտարարություններից, ինչ խնդիրներ կան, որոնք անլուծելի են, կարելի ասել, կամ համաձայնության ամեն դեպքում չեք գալիս Ռուսաստանի հետ, որովհետեւ երբ Փաշինյանը վերադարձավ, մենք տեսանք, որ փոխվարչապետ Օվերչուկը բավականին կոշտ հայտարարություններ արեց, ըստ էության նաեւ ներկայացնելով, որ պետք է Հայաստանը որոշում կայացնի։ Ձեր դիտարկումը այս առումով։ Նախ ուզում եմ նշել, որ Ռուսաստանի հետ մենք որևէ տարակարծություն չունենք Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին վերաբերող, որովհետև Ռուսաստանի Դաշնության նախագահը, ինչպես դուք եք տեսել, ասել է, որ այն ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, դա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, մեր ինքնիշխանությունը, նաև հստակեցնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան անկախ պետություն է եւ սա ամենակարևոր արձանագրումը, որ ես ուզում եմ անել։ Հիմա ինչ վերաբերում է այդ զրույցի մանրամասներին, Ռուսաստանի Դաշնության նախագահան մտքեր է արտահայտել, Հայաստանի Հանրապետության վարչապետը, ես կարծում եմ, ամենաարժանապատիվ ձևով արձագանքել է այդ մտքերին։ Եվ գիտեք, այն ուժեղ մարդիկ, որ ինչ-որ ուժեղ բաներից են խոսում, ես կարծում եմ պետք է եւս մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հայտարարությունները եւ պատասխանները լսեն եւ կհասկանան, թե ուժեղ ղեկավարը ինչպես է լինում։ Մասնավորապես Ռուսաստանի Դաշնության նախագահն ասում է, որ Եվրոպայում գազի գինը հասնում է $600, 1000 խորանարդ մետրի համար, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին վաճառում է $177.5 Ճիշտ է ասում։ Եվ տարբերությունը մեծ այս առումով։ Հիմա խնդիր կարող է առաջանալ։ Այդ ամեն ինչը կարգավորվում է ԵԱՏՄ շրջանակներում։ Խնդիր կարող է առաջանալ, թե չէ գազի գնի հետ կապված, իհարկե ոչ։ Երկու պարզ պատճառով, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության գործընկերն է եւ Ռուսաստանի Դաշնությունը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ չեմ կարծում, որ նման վերաբերմունք դրսևորի։ Երկու եւ երրորդ, մենք ԵԱՏՄ շրջանակներում ենք գործում եւ որևէ ես չգիտեմ ինչ հայտարարություններ են լինում նաեւ տարբեր պաշտոնյաների առումով, պաշտոնյաների կողմից, որևէ խնդիր ԵԱՏՄ-ում մեր գործունեության հետ կապված չկա, ուղղակի չկա։ Այդ դեպքում ինչու է այս հարցը բարձրացնում։ Ես կարծում եմ նախընտրական շրջան է, տարբեր հարցեր կարող են բարձրանալ, բայց ընտրություններից հետո ամեն ինչ նաև կընկնի իր տեղը, եւ ես մի բան եմ նաև ձեզ ուզում ասել։ Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է Հայաստանի Հանրապետության անկախության շրջանում, որի օրոք գազի գինը չի թանկացել։ Միակ ղեկավարն է, թե Ռոբերտ Քոչարյանի օրոք, թե Սերժ Սարգսյանի օրոք, հիմա կարող են նաև, չգիտեմ, 100%-անոց մնդում չանեմ, բայց թե Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք գազի գինը թանկել է, ավելին։ Որ հիմա էլ չի թանկանա։ Հայկական գազի խողովակաշարերը եւ ընդհանրապես այդ հայ-ռուս գազարտի հետ կապված պատմությունը, որ տենց տարբեր պարտքերի հետ կապված դարձավ ռուսական, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այդ մարդիկ չեն եղել ուժեղ ղեկավար եւ մենք ունենք վերջապես Հայաստանի Հանրապետություն ունենք կամային ուժեղ առաջնորդ, որը կարողանում է Հայաստանի Հանրապետության պետական շահից ելնելով այնպես կազմակերպել իր արտաքին քաղաքականությունը, որ հայ սպառողների համար գազը չթանկանա, ավելին։ Կամային է այդքան ուժեղ է, բայց փաստորեն, եթե Ռուսաստանի Դաշնության նախագահը խոսում է այդ մասին, նշանակում է ակնարկ կա այս ամեն ինչի մեջ, որ հնարավոր է թանկանա, որովհետև այլ երկրների մոտ թանկ է այդ գազը գնում։ Նախագահ, այլև բոլոր երկրների ղեկավարները, ովքեր որ Հայաստանի հետ ունեն հարաբերություններ, իրենց հարցերը պետք է բարձրաձայնեն ստանան պատասխաններ, մենք պետք է բարձրաձայնենք մեր հարցերը, ինչա ձեզ հարաբերություններում խնդիր կա Ռուսաստանի հետ, դուք կարծում ինչա ձեզ թվում է Հայաստանի Հանրապետության վարչապետը այլ հարթակներում հարցեր չի բարձրացնում, իհարկե բարձրացնում է, դրանք մնում են փակ քննարկումներում Խնդիրն այն է, որ բաց քննարկման ժամանակ հնչեցվեց հատուկ այս հարցը։ Ռուսաստանի հետ խնդիր կա, թե չէ, մենք պետք է խոսենք փաստերով։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, թե չէ։ Այո, Հայաստանի Հանրապետությունը շարունակում է լինել ԵԱՏՄ անդամ։ Այո, Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ երկրներից ամենաուժեղ բարձր տեմպով զարգացող տնտեսությունն է, այո, եւ հետեւաբար խնդիր չկա, ոչ։ Մեր առջև չի դրվի այդ որոշում կայացնելու։ Ոչ, մեր առջև նման որոշում կայացնելու հարց չի դրվի, Հայաստանի Հանրապետությունը վստահ որ այդպես չի լինի։ Ասեմ, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ինքն է վերջապես 30 տարի անց անկախությունից Հայաստանի Հանրապետությունը
Հանրապետությունը ինքն է որոշումներ կայացնում, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը որոշումներ են պարտադրվում։ Եվ մեր իշխանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անելու է ամեն ինչ, ինչը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Առևտրաշրջանառության մասին եւս խոսվեց, մասնավորապես նշվում է, որ առևտրաշրջանառությունը Հայաստանի հետ զարգանում է, եղել է 11 միլիարդ, հետո դրանից հետո 6.4 միլիարդ եւ իդեպ ասվում է նաեւ Պուտինը, որ Ադրբեջանի հետ 4.5 միլիարդ պակաս է։ Այո, մենք տեսեք, Հայաստանի Հանրապետությունը այն ապրանքաշրջանառությունը, որ հիմա ունի, սա չլսված աննախադեպ ցուցանիշներ են, որոնք որ մեր տնտեսության վրա ռեալ երևում են, ռեալ։ Անցած տարի եւ դրան այս տարվան նախորդող տարիներին վերաարտահանման հետ կապված ավելի շատ է եղել շրջանառությունը որոշակիորեն, բայց դա էական ազդեցություն տնտեսության վրա չի ունեցել, այսինքն այն ֆունդամենտալ ապրանքաշրջանառությունը, որը արտադրողական ապրանքաշրջանառություն է եւ նաեւ ծավալային ներմուծման եւ արտահանման, դա է տնտեսության զարգացումը իրականացնում եւ այդ կոնտեքստում Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն ապրանքաշրջանառությունը, այդ ֆունդամենտալ ապրանքաշրջանառությունը աճում է միմիայն ամեն տարի։ Ինչը նաև մեզ թույլ է տալիս շատ հստակ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությանը ԵԱՏՄ տարածքում գործունեություն ծավալելը ոչ միայն ձեռնտու է, այլ նաև երկարաժամկետ ապագայում շատ կարևոր է տնտեսության զարգացման համար։ Այլ բան է, որ մենք միանշանակ պետք է խորացնենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, քաղաքական իմաստով, տնտեսական իմաստով։ Ինչպես կարող ենք համատեղել։ Մեզ ասացին, որ չեք կարող համատեղել։ Տեսեք, ես խորհուրդ եմ տալիս ձեզ, որպես նաև լրագրող, դուք մեկնաբանեք Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների արտահայտած մտքերը, որովհետև այդ մտքերն են բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Օդը փակվելու մասով ռիսկ չեմ տեսնում բացարձակորեն, նրանք հայտարարություններ են, ես չգիտեմ էլ ինչ մակարդակի հայտարարությունն է։ Ես այս պահին չեմ պատկերացնում որևէ իրավիճակ, որը մեզ կկանգնեցնի երկընտրանքի առաջ։ Խնդրում եմ ձեզ նաև այս պրիզմայով նայել հարցերին։ Նաև ապրանքների արտահանման մասով, ծաղիկների մասով են նաև խնդիրների մասին խոսում, կոնյակի մասով եւ նաև ավարտեմ հարցս, նաև ջերմուկի հետ կապված փաստացի քրեական գործը հարուցվել է, վերաբացվել է Ռուսաստանում այդ գործը։ Կա Հայաստան-Ռուսաստան արտահանման հետ կապված, թե ծաղիկը, թե կոնյակը, թե մնացած ապրանքները, դրանք լուծելի հարցեր են եւ լուծվում են ամենօրյա ռեժիմով։ Սա դիրքորոշում չէ կամ նախազգուշացնող քայլեր չեն իրենց կողմից իրականացվում, բայց ի՞նչն է պատճառը, որ 30 տարիներին անդադ այսպիսի հարցեր եղել են։ Դիրքորոշում չի։ Բայց դուք հետաքրքրվել եք ի՞նչն է պատճառը։ Այո, ես անընդհատ տեղյակ եմ այդ իրավիճակներից։ Հիմա տեսեք, մեկ տարի հետո մենք կրկին կանդրադառնանք այս հարցին, արդեն ընտրություններից հետո, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին եւս մեկ անգամ ընտրեն Հայաստանի Հանրապետության առաջնորդ, մենք այո, ես վստահ եմ, որովհետեւ մեր քաղաքացիները գնահատում են այն աշխատանքը, հսկայածավալ աշխատանքը, որ մեր քաղաքական թիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արել է, ես վստահ եմ, որ այլ երկրի վասալներին, աշխատողներին որ հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայն ունի, քան Փաշինյանը։ Օֆիսների աշխատողներին, մայորների, սուրճ դնողներին ձայն չի տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այլ երկրների մայորների, սուրճ դնողներին ձայն չի տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եւ ես վստահ եմ, որ ուժեղ ղեկավարը միայն հաստ վզով չի լինում, ուժեղ ղեկավարը ընդհանրապես Ադրբեջանից եւ Թուրքիայից հնչող հայտարարությունները այստեղ իրականացնողը կարող է լինել ղեկավար։ Ուժեղ ղեկավարը լինում է իր կամային պահվածքով, սահմանադրական իրավունքի պաշտպանությամբ, առաջնորդվելով օրենքով եւ սահմանադրությամբ, եւ ես կարծում եմ մենք այսօր ունենք վերջին 30 տարվա ընթացքում ամենակամային ուժեղ հավասարակշիռ պատասխանատու ղեկավարը, ով կարողացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնել իրենց կորսված անկախությունը եւ իրենց ինքնիշխանությունը։
Ես կարծում եմ, որ տեսեք, այս թեման բավականին շատ է քննարկվել, բայց դուք եք շեղվում։ Ասում Փաշինյանը հաստատ վերընտրվելու է, բայց սոցհարցումներն այլ բանի մասին են խոսում։ Ամեն դեպքում խնդիրներից եկեք խոսենք։ Բոլոր սոցհարցումները վկայում են այն մասին, որ հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայն ունի, քան Փաշինյանը, եւ դուք տեսնում եք այդ մտահոգությունը, դա վկայում է ձեր նյարդային վիճակը ձեր թիմի։ Բայց ամեն դեպքում այն խնդիրները, որոնք արձանագրվում են, դա անընդհատ օրինակ քիչ առաջ։ Օրինակ ես նյարդային եմ հիմա։ Հա, լուրջ։ Հիմա այդ հավաքական ընդդիմությունով է, մի վարքան հավաքական ընդդիմությունով է։ Ընդդիմադիրային ուժերը, որոնք հայտ են ներկայացրել։ Հավաքական ընդդիմությունով է։ Ասեք, օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ունի հակը, ունի իր թեկնածուն, բայց կոչ է անում ձայն տալ այլ թեկնածուին։ Ես ձեզ ինչ հիմա հավաքական ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ձեզ ձեռք տալիս խոսել ծաղիկ։ Թեման հիմա այլ բանի մասին է։ Մենք խոսեցինք, հիմա թեման այլ հարցի մասին է, որպես նաև հանձնաժողովի նախագահ դուք պատասխանատու եք այս հարցերի համար։ Ծաղիկներին լսում եմ ձեր հարցը։ Խնդիրները, որոնք արձանագրվում են եւ մշտապես լինում են, հիմա արտահանման հարց կա, այս մասին բարձրաձայնում է։ Սա մտահոգում է կառավարությանը։ Եվ էկոնոմիկայի նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը ամենօրյա ուսումնասիրություն են անում այս մասով եւ ձեզ ուզում եմ մի գաղտնիք ասել, որ որևէ չլուծված հարց չկա Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև արտահանման մասով, թե ներմուծման մասով։ Այդպիսի հարց չկա, դրանք այո Դե հիմա տեսեք, ինչ հարց առաջանում է, այդ հարցերը լուծվում են։ Ես չեմ կարող ասել, որ ամեն ինչ զրոյական խնդիրներով է, այդպես չի լինում, բայց եթե դուք ուզում եք մեզանից լսել, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերները տենց դիտմամբ այնպես են անում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները խնդիր ունեն, ես չեմ կիսում ձեր կարծիքը, ընդհանրապես չեմ կիսում։ Ես Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին չեմ կարող նման բանի մեջ մեղադրել։ Ընդհակառակը, ես կարող եմ ասել, որ ինչքանով որ ես եմ առնչվել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, բոլորը շատ սրտացավ տնտեսական հարցերը կարգավորում են։ Ես օրինակ չեմ խոսում հապկի մասին, մնացածի մասին, բայց տնտեսական հարցերի մասին խոսում եմ, էլի։ Իսկ երկաթգծի մասով համաձայնության փաստացի չեն եկել, Փաշինյանը ասում էր կգնամ խոսենք, կհասկանանք, փաստորեն չեն եկել։ Ժամանակի հարց է, բայց նաև լավատեսական բանով ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք ոչ հեռավոր ապագայում դրական շատ տեղաշարժ ենք ունենալու այս մասին քննարկումները շարունակվում են, շնորհակալ եմ Қазақստանի մասով բոլոր ԵԱՏՄ անդամ երկրների։ Այսինքն հակվածություն կա Ռուսաստանում այս հարցը քննարկելու։ Մենք բոլոր այն հարցերը, որ կան Հայաստանի Հանրապետությունում, հակվածություն կա բոլոր ԵԱՏՄ երկրներում, այդ թվում Ռուսաստանում քննարկելու։ Ուզում հասկամ լավատեսությունը որտեղ է, երբ որ Օվերչուկն ասում է այս հարցը չի կարող։ Տեսեք, ախր ես պատասխանեցի ձեր հարցին։ Մի նորից հիմա կան տեսակետներ, որոնք պետք է քննարկվեն, դա միանշանակ է, բայց որևէ խնդիր Հայաստան-ռուսական, լավ կարող դուք վստահաբար հասկանում եք, բայց նշեմ, էլի ես գիտեմ, խնդիր չկա, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առնվազն տնտեսական իմաստով զրո պրոբլեմ կա, մենք Ռուսաստանի Դաշնության հետ որևէ խնդիր չունենք, էլ ոնց ասեմ, Քաղաքական առումով կան խնդիրներ։ էլ ոնց ձեզ ոնց Հասկանալի ու շատ ուրախ ենք, հիմա ասում են քաղաքական առումով կան խնդիրներ։ Դե քաղաքական առումով մենք օրինակ հապկի հետ կապված հարցեր ունենք, որի մասին բոլոր հարթակներում խոսում ենք արդեն տարիներ շարունակ։ Հիմա սա խնդիր է թե չէ։ Շնորհակալություն, ձեզ եմ շնորհակալ։